Պարոն Մկրտչյան, այո։ Հարգելի գործընկերներ, հաջորդ փոփոխությունը հաջորդ նախագծի եւս վերաբերում է քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելուն։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը հեղինակել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծ, այս հարցով հիմնական զեկուցող է Արդարադատության նախարարի տեղակալ պարոն Գևորգ Քոչարյանը, Հարակի զեկուցությամբ հանդես կգա ազգային ժողովի պատգամավոր հանձնաժողովի անդամ Տիկին Արփինե Դավոյանը։ Հիմնական զեկուցում ներկայացնելու համար պարոն Քոչարյան, խոսքը փոխանցվում ձեզ, խնդրեմ։ Շնորհակալություն, հանձնաժողովի հարգելի նախագահ, հարգելի գործընկերներ, ձեր քննարկմանն եմ ներկայացնում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը։ Քրեական օրենսգրքով սահմանված է քրեական պատասխանատվություն պարտադիր զինվորական կամ այլ ընտրանքային ծառայության հայտարարված զորակոչից խուսափելու քրեական օրենսգրքի 461-րդ հոդվածն է, ինչպես նաև վարժական հավաքից խուսափելու համար, որը 462-րդ հոդվածով է նախատեսված։ Ներկայումս ցավոք նկատվում է պարտադիր զինվորական կամ այլ ընտրանքային ծառայության հայտարարված զորակոչից եւ վարժական հավաքներից խուսափելու դեպքերի աճ։ 2023 թվականի ընթացքում քրեական օրենսգրքի 461-րդ եւ 462-րդ հոդվածներով նախաձեռնվել է ընդհանուր 1499 քրեական վարույթ, իսկ արդեն 2024 թվականի ընթացքում ընդհանուր 1779 քրեական վարույթ։ Ընթացիկ տարվա հետ կապված վիճակագրություն դեռևս չունենք ցավոք սրտի։ Սա վկայում է քրեական քաղաքականության վերանայման եւ հիշյալ արարքները կատարած անձանց նկատմամբ պատժողական ավելի խիստ քաղաքականություն վարելու անհրաժեշտության մասին։ Նախագծով առաջարկվում է խստացնել քրեական օրենսգրքի 461-րդ հոդվածի առաջին մասով եւ 462-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված արարքների կատարման համար նախատեսված քրեական պատասխանատվությունը։ Մասնավորապես նախագծով առաջարկում է զինվորական ծառայությունից խուսափելու հոդվածում 461-րդ հոդվածում պատժաչափը 2-ից 5 տարի ժամկետով ազատազրկումը փոխարինել 3-ից 6 տարի ժամկետով ազատազրկմամբ։ Վարժական հավաքներից խուսափելու հոդվածում 462-րդ հոդվածում առաջարկում է սանկցիայի տուգանք պատժատեսակի չափը ամսական եկամտի նկատմամբ հաշվարկվող առավելագույնը 20 պատիկի չափով բառերը փոխարինել 15 պատիկից 30 պատիկի չափով, իսկ ազատազրկման համար նախատեսված առավելագույնը 2 տարի ժամկետը փոխարինել 1-ից 3 տարի ժամկետով բառերով։ Գտնում ենք, որ նման փոփոխությունները կարող են նպաստել պարտադիր զինվորական կամ այլ ընտրանքային ծառայության հայտարարված զորակոչից եւ վարժական հավաքներից խուսափելու դեպքերի նվազմանը։ Բացի այդ, նախագծի ընդունման դեպքում քրեական օրենսգրքի 461-րդ հոդվածի առաջին մասը միջին ծանրությունից կդառնա ծանր հանցագործություն, ինչը հնարավորություն կտա իրավապահ մարմիններին պարտադիր զինվորական կամ այլ ընտրանքային ծառայության կամ հայտարարված զորակոչից խուսափելու հանցակազմի հասարակ տեսակի դեպքում եւս գործադրել օպերատիվ հետախուզական գործունեության մասին օրենքով եւ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված օպերատիվ հետախուզական մի շարք միջոցառումներ եւ գաղտնիք հնչական գործողություններ, ինչը ներկայումս հնարավոր չի, քանի որ միջին ծանրության հանցակազմ է իրենց ներկայացնում։ Ավելին գործող կարգավորումներով քրեական օրենսգրքի արդեն 462-րդ հոդվածի առաջին մասը հանդիսանում է ոչ մեծ ծանրության հանցանք, որը վերաբերում է վարժական հավաքներից խուսափելուն, իսկ նախագծով առաջարկվող փոփոխությունների ընդունման արդյունքում այն կդառնա միջին ծանրության հանցանք, որի արդյունքում վարժական հավաքներից խուսափած անձանց նկատմամբ նախաձեռնված քրեական վարույթներով քրեական հետապնդում իրականացնելիս վարույթ իրականացնող մարմինը կունենա ողջամիտ ժամկետ, պատշաճ եւ բազմակողմանի նախաքննություն իրականացնելու համար։ Ինչպես գիտեք, ոչ մեծ ծանրության հանցանքների դեպքում ուրեմն քրեական հետապնդման ժամկետը 3 ամսով է, սա 3 ամիս է, իսկ միջին ծանրության հանցանքների դեպքում 5 ամիս, խոսքը սրան է վերաբերում։ Փոփոխության արդյունքում քրեական հետապնդման ժամկետները թույլ կտան քննիչին պատշաճ կատարել ինչպես անհրաժեշտ քննչական եւ վարույթային այլ գործողություններ, այնպես էլ հնարավորություն կունենա տվյալ ժամանակահատվածում ստանալ
քրեական վարույթի ընթացքը լուծելու համար անհրաժեշտ փորձագիտական եզրակացությունները, իսկ քրեական պատասխանատվությունից ազատելու ընդհանուր ժամկետը, վաղեմության ժամկետը կդառնա 10 տարի։ Այսինքն, ըստ էության երկու հոդվածներում բաժնաչափերի խստացումը նախատեսում նախագծով, որով երկու հոդվածների առաջին մասերը, ուրեմն 461-րդ հոդվածը մասնավորապես միջին հանցագործությունից դառնում է ծանր հանցագործություն, իսկ 462-րդ հոդվածը ոչ մեծ ծանրության հանցագործությունից դառնում է միջին ծանրության հանցագործություն։ Սա եթե հարցեր ունեն, սիրով պատասխանեմ, շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Քոչյան, հարցերի հիմնական զեկուցողին խնդրեմ պարոն Ղազարյան, պատրաստի Տիգրան Ղազարյանը։ Վիճակագրություն կամ ուսումնասիրություն ունեք, ովքեր են խուսափում հավաքներից։ Շնորհակալություն, պարոն Ղազարյան, վիճակագրություն ունենք քրեական հարուցված քրեական վարույթների մասով, որը ներկայացրեցի 2023 թվականին այս երկու հանցակազմերով նախաձեռնվել է ընդհանուր 1499 քրեական վարույթ, իսկ 24 թվականին էլի այս նույն երկու հանցակազմերով 1779, այսինքն շուրջ 280-ով ավելացել է, այսինքն մոտ 20%-ով ավելացել է։ Ինչ վերաբերում է ովքեր են, բնականաբար տենց վիճակագրություն չունենք, որ եթե խոսքը գնար մի քանի անձանց կամ ինչ-որ մի քանի տասնյակ, գուցե նման վիճակագրություն հնարավոր ներվարել, բայց խոսքը 1700-1500 անձանց վերաբերել է, այսինքն այստեղ դժվար է նույնիսկ հասկանալ, թե այդ ովքեր են ասելով ինչ պետք է էլի իրավապահ ենթադրել։ Ես կցանկանայի, ես թիվը չեմ հիշում, բայց փոփոխություն եղել է խուսափողների շրջանում, երբ որ Եռամսյայից անցում կատարվեց 25-օրյա հավաքի խուսափողականությունը փոփոխվել է, թե չէ, այդ ուսումնասիրությունը կա, թե չէ, եւ երբ որ ես ասում հազար ներողություն, էլի հարգելի լրագրողներ, ինձ թվում է դուք ինձ հասկացաք, շնորհակալություն, խնդրեմ։ Եվ եթե փոփոխություն չկա, ես որ հարցնում եմ ովքեր են, նկատի ունեմ ճշտել եք իրենք այդ պահին Հայաստանի Հանրապետությունում մշտական բնակվող մարդիկ են, թե այդ պահին արտերկրում մշտական բնակություն, բայց Հայաստանում գրանցումը պահպանած մարդիկ են, որովհետև այս խնդիրն էլ կա, որ մենք հասկանանք ի վերջո ինչ խնդիր կա, մնացածը ես ելույթում կասեմ այս խնդրի հետ կապված իմ մտահոգությունները։ Խնդրեմ։ Շնորհակալություն, պարոն Ղազարյան, հարցի համար, ըստ էության ձեռքի տակ նման բացվածքով վիճակագրություն չունեմ, բայց վստահաբար եւ ՀՀ-ում բնակվող եւ այստեղի Հայաստանի Հանրապետության քաղաքացի եւ գուցե Հայաստանի Հանրապետությունում չբնակվող, մշտապես չբնակվող անձանց վերաբերյալ վարույթներ կան։ Այս պահին տենց վիճակագրություն չունեն, գուցե դատախազությունում նման վիճակագրություն վարվում է, սակայն ըստ էության քրեական արարքի որակման առումով դա որևէ նշանակություն չունի, բայց գուցե ինչ-որ վիճակագրական տվյալներ լինեն։ Խնդրեմ Տիգրան Ղազարյան։ Շնորհակալ եմ, պարոն Քոչյան, այդ որ ընդհանրացնելով էլի գործընկերոջս հարցը հիմնական պատճառները ուսումնասիրվել է, թե ինչ են խուսափում վարժական հավաքներից, հենց սա էր, բայց հաջորդ հարցը դրան չի վերաբերվում, սա առաջին հարցը, երկրորդ հարցը նրան է վերաբերվում, օրինակ տեսեք նախորդ նախագծի դեպքում, երբ որ սանկցիաների ավելացում է լինում, հստակ կանխարգելիչ միջոց է տվյալ հանցագործությունը չկատարելու, բայց այս դեպքում վարժական հավաքներից խուսափելու դեպքում արդյոք սանկցիան ավելացնելը կկանխարգելի այդ վարժական հավաքներից խուսափելը։ Տեսեք, ըստ էության փոփոխություն նախագծով նախատեսում է ոչ միայն վարժական հավաքներից, որը 462-րդ հոդված էր, այլ նաև պարտադիր զինվորական ծառայությունից զորակոչից։
Հիմա եթե հարցը ուղղված է բացառապես վարժական հավաքներին, վարժական հավաքներից խուսափելու այդ առաջին մասը ինքը ոչ մեծ ծանրության հանցագործություն է եւ այստեղ մենք գործ ունենք, պետքա դետարկենք ոչ միայն կանխարգելիչ ազդեցությունը, որը բնականաբար կանխարգելիչ ազդեցություն ունենալու է բաժի խստությունը, բայց նաև ոչ մեծ ծանրության հանցագործությունից միջին ծանրության անցնելով լրացուցիչ ուրեմն հնարավորություններ ընձեռվում նաև վարույթ իրականացնող մարմնի համար, որովհետև վարժական հավաքներից խուսափելու այս դեպքերում որպես կանոն նշանակում է դատաբժշկական փորձաքննություն, որպեսզի պարզվի անձը ուրեմն զորակոչի ենթակա է թե ոչ, դա որոշակի ժամանակ է պահանջում, իսկ ուրեմն քրեական հետապնդումը ոչ մեծ ծանրության հանցագործությունների դեպքում առավելագույն 3 ամիսն է։ Միջին ծանրության դեպքում արդեն 5 ամիսն է։ Մենք նախատեսում ենք, որ այս բաժի խստացմամբ ոչ մեծ միջինի անցնելով պայմանավորված նաև վարույթ իրականացնող մարմինը օբյեկտիվորեն հնարավորություն կունենա բազմակողմանի քննություն իրականացնել եւ ուրեմն տարանջատել քրեական պատասխանատվության ենթակա անձանց քրեական պատասխանատվության ոչ ենթակա անձանցից օբյեկտիվ բազմակողմանի քննություն իրականացնելու արդյունքում իսկ ինչ վերաբերում է բուն հենց կանխարգելմանը, այո, գտնում ենք, որ բաժի խստացումը, թեպետ այտենց շատ մեծ խստացում չի իրականացում, առավելագույն ամենախիստ պատիժը, որը ազատազրկումն է, գործողով առավելագույնը 2 տարի է նախատեսված, հիմա փոփոխությամբ նախատեսվում է 1-ից 3 տարի սահմանել, գտնում ենք, որ այո, որոշակիորեն նաև կանխարգելիչ ազդեցություն պետք է ունենա։ Բնականաբար այս խստացմամբ այդ խնդիրը ամբողջությամբ հնարավոր չի լուծել, բայց որոշակի դրական ազդեցություն վստահաբար ունենալու է նաև կանխարգելիչ տեսանկյունից։ Շնորհակալություն։ Այլ հարցեր խնդրեմ Բիգինդավյան։ Շնորհակալություն, պարոն Քոչարյան, իմ մոտ գիտեք ինչ հարց առաջացավ վիճակագրության հետ վերաբերյալ, թեև ես կարծում եմ, որ այդ մենք պաշտպանության նախարարությունից պիտի ստանանք ավելի մանրամասն տեղեկատվություն, որովհետև այստեղ նշված է եւ դուք էլ ասացիք, որ 461 հոդված 61 եւ 462 հոդվածներով նախաձեռնվել է 2023 թվականին 1499, 24 թվականին 1799 քրեական վարույթ։ Տարանջատումը կարևոր է հասկանալու համար նաև որ հոդվածով քանի հատ։ Այստեղ միասին է, մենք չգիտենք պարտադիր զինվորական ծառայությունից քանի հոգի է խուսափել, իսկ վարժական հավաքներից քանի հոգի է խուսափել, հասկանալու համար իրական պատկերը, թե խուսափողները հիմնականում գուցե վարժական հավաքներից են խուսափում, գուցե եւ չունենք նաեւ վիճակագրություն այն մասին, թե այս քրեական վարույթներից որոնք են ավարտին հասցվել, որոնք են արդեն դատարանում, որոնք արդեն այլևս դատարանում չեն եւ կա դատավճիռ։ Դրա համար այստեղ ահագին հարցեր են առաջանում եւ ես կարծում եմ, որ մի փոքր հիմնավորումները կարելի է ավելի բացված բերել հասկանալու համար, թե տվյալ իրավիճակը ինչպիսին է եւ մենք ավելի մանրամասն քննարկեինք, թե գուցե ավելի ճիշտ կլինի ինչպիսի խստացումներ անել եւ արդյոք այդ խստացումները քացի կարգավորմանը օգնելու են եւ ինչպես նշեց պարոն Նազարյանը, թե իրական դեր նաեւ ովքեր են խուսափում այս զինվորական ծառայությունից կամ այլընտրանքային զինվորական ծառայությունից երևի պետք է պարոն Վարդանյանին նորից խնդրենք, որ մեր այլ գործընկերներ էլ միանան այս քննարկման հաջորդ անգամ, որպեսզի մանրամասն ներկայացնեն ավելի վիճակագրական ավելի մանրամասն տվյալներ ներկայացնեն, որպեսզի նման հարցեր պատասխան գտնեն։ Շնորհակալություն։ Բարի, խնդրեմ պարոն Քոչարյան։ Շնորհակալություն, պարոն Վարդանյան, Տիկին Դավյան, տեսեք, որոշ վիճակագրություն ես դատարաններից ուրեմն կորտեին կայքից հրապարակված տվյալների իման վրա ներկայացնեմ։ Ուրեմն այս տվյալները կորտեինից անված դատարանների գործունեության վերաբերյալ հաշվետվությունների օրինակ 23 թվականի ընթացքում քրեական օրենսգրքի 461-րդ հոդվածով ստացվել է 100 գործ, սա արդեն ոչ թե
քրեական վարույթների, այլ դատարան գնացած գործերի։ 2023 թվականին 461-րդ հոդվածով ստացվել է 100 գործ, 5-ով քրեական վարույթը կարճվել է, 7-ով կայացվել է դատավճիռ։ Քրեական օրենսգրքի 462-րդ հոդվածով ստացվել է 52 քրեական գործ, մոտ կեսով չափ, 19-ով կայացվել է դատավճիռ, 23 թվականի քրեական օրենսգրքի 462-րդ հոդվածով դատապարտված անձանց թիվը կազմել է 15 դատապարտված։ 24 թվականի ընթացքում 462-ով, այսինքն վարժական հավաքներից խուսափելու համար դատապարտվածների թիվը 23 թվականի 2024 թվականի ընթացքում քրեական օրենսգրքի 461-րդ հոդվածով, այսինքն պարտադիր զինվորական, ստացվել է 157 գործ, նախորդ տարվա 100-ի փոխարեն, 57 քրեական գործով աճել է, 58 քրեական գործով աճել է, 32-ով կայացվել է դատավճիռ։ Քրեական օրենսգրքի 462-րդ հոդվածով ստացվել է 65 գործ, էլի աճել է, 2 քրեական վարույթը կարճվել է, 70-ով կայացվել է դատավճիռ, նախորդ տարվանից էլ, այո։ Այսինքն 2024 թվականի քրեական օրենսգրքի 462-րդ հոդվածով դատապարտված անձանց թիվը կազմել է 50։ Մի հոգի էլ արդարացվել, այսինքն միայն 24 թվական 50 հոգի էլ վարժական հավաքներից։ Բնականաբար դատարան գնացած գործերի քանակը էապես ավելի ցածր է, քան քրեական վարույթներն է, հաշվի առնելով, որ գուցե որոշ քրեական վարույթներ դեռ ընթացիկ են կամ դատարան չի գնացել ուղղակի, բայց թե քրեական վարույթների քանակի աճը եւ թե դատարան գնացած, ուրեմն մեղադրական եզրակացությամբ վարույթների աճը խոսում է խնդրի արդիականության մասին։ Չկա, շատ բարի։ Այլ հարցեր հիմնական զեկուցողին։ Ես մի հարց ես շատ լավ չհասկացա, այդ 3 եւ 5 ամսվա